Արդեն մի քանի օր է լարված է իրավիճակը Հալեպում, գնդակոծվում են քաղաքի հիմնականում քրդաբնակ Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիա շրջանները։ Բախումները տեղի են ունենում Սիրիայի անցումային կառավարության զորքերի եւ քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատների միջև։ Կան զոհեր եւ վիրավորներ, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ Հալեպի հայաշատ հատվածում մի քանի ժամվա հրադադարից հետո բախումները վերսկսվել են։ Սուրբ Ծննդյան հաջորդող մեռելոցի արարողությունը չեղյալ է հայտարարվել։ Նահանգապետի որոշմամբ հունվարի 7-ին Հալեպի բոլոր ուսումնական հաստատություններում դասերը չեղարկվել են։ Փակ կլինեն պետական հաստատությունները, արգելվել են բոլոր հավաքները։ Մեծ թվով զոհերից խուսափելու համար Սիրիական բանակի ռազմական գործողությունների գրասենյակը այդ շրջանների բնակչությանը կոչ է արել հեռանալ բախումների վայրերից։ Բացվել են երկու անցակետ Աուր-Արեթի եւ Շարե Զհուրի մոտ, մինչև կեսօրից հետո ժամը 15:00 տվյալ շրջաններից դուրս գալու համար։ Սիրիական բանակի ռազմական գործողությունների գրասենյակը նաև հայտարարել է, որ Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիա շրջանների քրդական ուժերի բոլոր դիրքերը իրենց ռազմական թիրախները կդառնան, եթե Հալեպի սիրիական բանակին պատկանող թաղամասերը վտանգի ենթարկվեն եւ դառնան քաղաքացիների սպանության պատճառ։